Հարգելի նախագահով ես ինձ թույլ կտամ շեղվել կանոնակարգից, որտեղ խնդիրը, որի մասին պիտի բարձրացնեմ, աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ։ Խոսքը վերաբերում է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանի խայտառակ անբարո նամակին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Սա պետական ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որի նախադեպը Հայաստանի հայոց ընդհանրապես ողջ պատմության մեջ չի եղել, եւ մենք ակնկալում ենք հատկապես, որ ինձ երեկոյան դիմել են նաեւ Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ մենք այստեղ բոլորս այս խնդիրը պիտի բարձրացնենք եւ ակնկալենք, որ ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեցական կանոնակարգերով իրեն վերապահված լիազորություններով, այդ թվում ինչու՞ չէ եկեղեցական ընդհանուր ժողով հրավիրելով դնի Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանին կարգալույց անելու հարցը։ Սա համայն հայության խնդիրը պիտի լինի, որովհետև նման անվարո, աննախադեպ խայտառակ նամակ, որը հղել է arczepiskopos-ը Թուրքիայի Էրդողանին, չի եղել, դա մեր բոլորի ամոթն է եւ դրանից պիտի արվեն շատ արագ հետևություններ։ Կներեք կանոնակարգից շեղվելու համար։ Պարոն Մինասյան, ձեզ չէ ուղղված։ Կարող եք բարեստել ձեր տեղը։ Չէ, ուղղակի ես խոսքով ասել, ուղղակի ես կատեգորիկ դեմ եմ, երբ որ մենք շեղվում ենք կանոնակարգից, որտեղ իսկապես մենք եթե շեղվում ենք, ինչ պետք է ակնկալենք ուրիշներից։ Բայց, չգիտեմ, երբ խոսքով ասեմ, ես չեմ կարծում, որ խորհրդարանականները եւ պատգամավորները խորհրդարանները պետք է այդպես մխրճվի այն ոլորտը, որը իրինը չի, դա հոգևոր ոլորտ է։ Իսկ երեք Էջմիածինը կարծում եմ ամուր պատշաճի հոգևորականի պահվածքին վայր պատշաճի ինքը անդրադարձել է այդ խնդրին։ Եվ երկրորդը մենք պետք է լավ հասկանանք այն բարդ իրավիճակը, որում գործում է մեր համայնքը Ստամբուլում։ Դա այն իրավիճակն է, որը շուրջ 100 տարի առաջ բերեց մեզ այն ցեղասպանության, որի մասին մենք տեղյակ ենք, եւ պետք է մի կողմից իհարկե ընդվզել այդ ամենի դեմ, բայց մյուս կողմից հասկանալ, որ կա կառույց եւ դա մեր Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին է, որը համր պատշաճի արձագանքել է։ Եվ մենք ավելին զբաղվենք մեր գործերով, մեր կառավարության գործերով, այն բոլոր խնդիրներով, որոնք ծառացած են մեր առաջ, իսկ հոգևոր հարցերը թվենք հոգևոր հայրերին։ Շնորհակալություն։